Սա Հայաստանի սուվերենությանը թույլատնում է, ասեմ, որ երբ որ համաձայնագիրը ինքնին հստակ պարզ գրում է, որ սա Հայաստանի սուվերենության ներքո է, եւ համաձայնագիրը ես կարևորում եմ հատկապես այն առումով, որ ամրացնում է Հայաստանի որպես փոքր պետության դիրքերը Հարավային Կովկասում, քանի որ խորացնում է սուվերենության, տերիտորիալ ամբողջականության նորմերը Հարավային Կովկասում։ Հայաստանի նման փոքր պետությունները, նույնիսկ Վրաստանը, Ադրբեջանը ապահով չեն, եթե այս նորմերը չեն խորանում։ Հենց միայն այդ բառապաշարը վերցնելը շատ կարևոր է, որ ինչի հասավ Վաշինգտոնի համաձայնագիրը։ Իսկ ինչ վերաբերում է, համաձայն եմ քո հետ Ռոբերտ, մեկուսացված սահմաններ փակ ունենալով ոչ մի երկիր տնտեսական թռիչք չի ապրի, հնարավոր չէ դա։ Այսինքն կարող եք ցույց տալ Իսրայելի օրինակը, բայց դա ավելի բացառությունն է, որ օրենքն է հաստատում, քան թե ցցել թե հնարավոր է։ Փոքր պետությունների տնտեսությունը էքսպորտների վրա հիմնված են, եւ փոքր պետությունների ամրության մեջ փոքր եւ միջին ձեռնարկությունների առողջությունն է կարևոր, քաղաքական առումով էլ նաեւ։ Իսկ տնտեսական այդ շերտերը հեռու շուկաները չեն կարող հասնել, իրենց ավելի մոտիկ շուկաներն են անհրաժեշտ ավելի աճելու համար։ Այսինքն միանշանակ է, որ Հայաստանի տնտեսությունը կսկսի աճել, երբ որ ապաշրջափակումը խորացավ, շարունակվեց, սահմանները բացվեցին։ Այստեղ այսինքն մտածելու իմ առաջի կուրսի ուսանողները դա կարող են բացատրել։ Այսինքն ես համոզված եմ, որ ժողովուրդը հասկանում է, որ շրջափակման մեջ եղած տնտեսության ռիսկերը շատ բարձր են տնտեսության համար։ Եվ այսինքն անշուշտ համաձայն չեմ, որ Հայաստանը սուվերենությունը կորցրեց եւ այլն։ Եվ բացի այդ, ժամանակն է, որ արդեն սուվերենության մասին խոսելիս շատ ավելի ճկուն, բարդ, ավելի անգլերենով բարդ կա sophisticated, որ չգիտեմ ինչպես թարգմանել հայերեն, այսինքն սուվերենությունը չի չափվում միայն թե տերիտորիալ սուվերենությունը միայն կարևոր չէ, ինստիտուցիոնալ սուվերենությունը նաև կարևոր է։